Աղաբեկյան, շատ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև Անժելա։ Մենք հետևում ենք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում շուրջ 8 տարի շարունակ երկիրը բառից բուն իմաստով ցնցումների մեջ է, եւ այդ բոլոր ցնցումներին տանում է մեկ անձ, 3 պատերազմ, կորցրած հայրենիք, օկուպացված տարածքներ, 5000 զոհ, Բաքվի բանտում մնա հայեր, եւ այսօր բառից բուն իմաստով տերորի են ենթարկվում, կալանավորվում են եւ սպառնալիքի տակ են բոլոր նրանք, ովքեր որ համարձակվում են քննադատել կամ ինչ-որ խոսք ասել ազգագործանին։ Ինքը խոստացել է եւ որ նրանք, ովքեր որ դիմադրել են, նրանք բոլորը կհայտնվեն Գուլակաթափկանի, կհայտնվեն բանտում։ Զարմանալի բան է, որ այսօր իր այլասերված հագուստը իրականում հայքել է Եվրոպան իր այսօրվա առաջնորդներով, որտեղ մենք ասում ենք սուրբ կով է սեփականությունը, մենք տեսնում ենք համատարած խլում է սեփականությունը այս անձը կեղծված եւ այլանդակ ընտրություններ, մենք տեսանք չգիտեմ քանի կրկնակի եղակի ինչպիսի քննարկներ, ինչպիսի կաշառքներ, կոռուպցիա եւ այլն, այդ ամենի առաջ մահաբեր տիկինը Ուրսուլա ֆոն դեր Լայան աչքերը փակ եկավ եւ իր հիացմունքը հայտնեց, մի շարք մարդիկ ասում են, որ գալիս է իր տգիտությունից, որտեղ այնքան տգետ է, որ չգիտի անգամ պատմությունը Հայաստան-Թուրքիա, հայ ժողովրդի եւ թուրքերի հարաբերակցության եւ բարեկամություն է պատկերացնում։ Մյուս մասն ասում են շատ լավ պատկերացնում է, բայց մի խնդիր կա միայն թե այստեղից ռուսներին հեռացնեն եւ ողջունում ես ազգագործան քաղաքականությունը, ինչեւ է հիմա թիրախում Գագիկ Ծառուկյանն է հարձակվել է Գագիկ Ծառուկյանի վրա, ասում են ինչ որ բառեր չի համուժել, բայց այս մարդն է բերել մեր իրականությունը այս խոսույթը, իսկ խնդրեմ մի հատ այս բառերը լսել, ինչ էր ասում է բարձրացրել։ Ուրիշների ներկայությամբ քո կողքին վիրավորես, դա խոսքի ազատություն չի, դա անհասիրակություն է, լεπτություն է, խուլիգանություն է։ Ստարնում եմ ասում, եթե սատկացնելու եմ, ծնկի եմ վերելու, եթե սկացնելու եմ։ Սատկացնելու եմ։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, դա ինչ է։ Այս բառերը ասելուց հետո հիմա ինքը Գագիկ Ծառուկյանը երբ որ ասել է վանդակում կհայտնես, բայց դրանից հետո նորից սատկացնելու եմ, մակարծակը չեք իմանալու, բոմժ եմ անելու, կաշիները քերելու եմ։ Այս ասում եմ հիմա մարդը, այս մի ահեծան, բռնապետ է, այսպիսի բան գործողություններ է անում, դե գիտեք որ մտել է Գագիկ Ծառուկյանի հիմա դատը ընթանում է, տեղափոխեցին սկզբում իր առանձնատներից քննչական կոմիտե, հետո տարան դատարան, 3 զարհուրելի տեսարաններ են, ինչ որ մենք տեսանք կենթանների հետ կապված, Գագիկ Ծառուկյանի հետ կապված, ես չգիտեմ, անգամ հիմա էլ որ անում շատ դաժան է։ Ամենայն հավանականությամբ քիչ անց կալանքի որոշումը կկայացնի, խնդրեմ։ Ամեն ինչ ասացիր, Անժելա։ Ուղղակի ժողովուրդը քեզ չի տեսնում, ինձ է նայում, ինչ անեմ, գրկնեմ քեզ երկրորդեմ քո ասածը։ Այդ գրսկանշանը Քարդեզաձև, որ գրում են իրենց վրա, դա իրենց ունեցվածքն է, ունենալ, ամեն ինչ որ գտնվում է այդ սահմանի, այդ քարտեզի մեջ, իրենցն է ունենալու համար, ուրիշը պիտի չունենա, ունենալ, եւ երբ որ նյութականացում է հայրենիքը, բեդությունը, ազգը, հողն ու ջուրը այդպես, իհարկե պետք է չզարմանալ այսօրվա զարգացումների մասին։ Այն մարդը, որ ուզում է դիմացինին ցանկացած համակարգացություն դարձնել բոմժ, անգլերեն bum, դարձնել bum, եւ դա է իր նպատակը, եւ դա ասում է որպես պատգամավորի տեխնազու, որպես մասնավոր անձ, հետո որպես վարչապետ, թեկուզ գործող վարչապետ, այդ մարդը գերակույն գլխավոր բամն է Հայաստանի Հանրապետության, որ ուզում է դիմացինի ունեցվածքը վերցնել, դարձնել իրը եւ ունեզրկել ամեն մեկին ամեն ինչի բացի իրենից։ Ակնհայտորեն բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ, թայմինգով, ամեն ինչով սա քաղաքական հետապնդում է, թերոր է, ինչպես դու ասում ես, մարդիկ ովքեր գործարար են, բարերար են, մեծ հարստության դերը, իրենց փողի հետ գործ ունեն եւ բարձր որ կարող է ինչ-որ օրենքի սահմանները փորձեն։ Բայց եթե նման բան գա, դու նախ պիտի գիրառես այդ օրենքը բոլորի նկատմամբ հավասար,
քո մտերիմներից սկսած եւ երկրորդը ժամանակին երբ որ դա դեղի ունեցավ 10 տարի 3 տարի քանի տարի առաջ պիտի ասես որ նման հարց կա ուղղվելու հնարավորություն դա եւ ոչ թե սпасել որ այդ մարդը հադի քաղաքականության շեմը եւ նոր մտնես այդ բա եւ ասես ինչու չես մերել ինչու չես զովել ինչու մինչեւ հիմա դու բոմբ չես բամ չես եւ այս մարդը փաստացիորեն դե ֆակտո ներկայացնում է դեղ Հայաստանի Հանրապետությունը դրա համար ես չգիտեմ այս քո հարցաշարի շարանից որը վերցնեմ զարգացնեմ որ բոլորիս մոտ ապրում է բնակվում է այս ցավը այս աննախադեպ վրթովմունքը եւ ճիշտ է դու ճիշտ ես ունենք վերլուծաբաններ եւ լրագրողները շատ խելացի որ այս բաներն են ասում բայց այս մարդը ժամանակին ասում է որ ես սխալվեցի ժամանակ որ մի բան ասել եմ Ստեփանագերդում սխալվել եմ հետո միտքս փոխել եմ դարձել եմ pedagogan գործիչ բայց հիմա ինքն իրեն ուղղել է ինքն ասում է ինքը ճիշտ է արել ինքը խոստովանում է ասում է այս գեդին հասնելու համար իր ասած խաղաղության ճագերտների մեջ եւ գոյություն չունեցող ինքնիշխանության այդ գեդին հասնելու համար այդ ամեն ինչը պետք է լիներ այսինքն հազարավոր ոսկե դղաներ պիտի նահատակվեին դիտմամբ գիտակցաբար այս գեդին հասնելու համար որ հետո ինքը դարիներ անց իր ելույթների ավարտին ասել որ փառք նահատակներին եւ պաշտոնական երթման մեջ մտցնի փառք նահատակներ ավելի կստմնելի ավելի հադագային ավելի դմարտի մոդեցում ես իմ կյանքում չեմ տեսել բարձր որ ինքը չի հաջողել ինքը այսօր ելույթ է ունենում ոչ թե հաղթողի pedagogan գործչի ազգի ղեկավարի հոր անգամ իր պատկերացրած գերբարով ինքը բարդված է ինքը գիտի որ այլևս չունի ընդրական օրինագարկություն լեգիտիմ չէ ուստի եւ այն կառավարությունը եւ անգամ այն պետությունը որ ինքը փաստացի դե ֆակտո ներկայացնում է ինքը նույնպես հաճս աշխարհին լեգիտիմ չէ եւ դրա համար ինքը այս ճղացկությունների մեջ է որը ոչ միայն իր բնավորությունն է այլ սա ցույց է տալիս սա մատնում է իրենց իսկ գիտակցությունը որ հայ ժողովուրդը իրենց ջամփել է եւ իրենք զորով իրենց բղձումներով գեղձումներով փորձում են վերջին մի քանի ամիսը կամ մի քանի տարին բահել այդ իշխանությունը պետք չէ զարմանալ բայց ուղղակի բարձ է որ շատ մեծ ցավ է որ հասանք այնտեղ որ մեզ ներկայացնող անձը իր խմբակով այս որակի է անդիմությունը նույնպես իր նպատակներին ժողովրդի նպատակներին չհասավ եւ շատ կարեւոր է թե սրանից հետո ինչպես պիտի մոտենա մինչ ընդրական նախընտրական շարժումը համապարփակ համապետական այլընտրանքը միասնական ուժը չկայացավ հիմա արդեն հետընտրական վիճակում երբ ամիջապես փողոցային ընդվզում չգազմագերբվեց արդեն պիտի ընդդիմությունը դուրս գա իր գուսակցականությունից որքան է դժվար է իր աստղային այս ինքնագնահատականից եւ ստեղծի ուշացած թեգուզ այդ համապետական այլընտրանքը եւ որտեւ դիմացը գա ենթադրում եմ խորհրդարանական աշխատանք եւ բայկարը ստեղը միջազգային ասպարեզում գա սահմանադրական հանրակրվեի խնդիր որ պետք է կանխվի գա քաղաքական բանդարգալների հարց գա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդրական օրենքը սահմանափակելու եւ փոխարեն 300,000 օդարածին մարդկանց ներարգելու խնդիրը եւ վերջում դարաշքային ամբողջականության հերթական զիջումները, որ այդ իրենց գրսկանշանի այդ քարտեզը գնալով փոքրանա եւ նվազի։ Այսինքն բայկարի դրվագներ կան մեր արժևում եւ կարեւոր է որ ընդդիմությունը արդեն դուրս գա իր ներ գաղաբարված գուսակցական ասած մոդեցումներից չշարի գուսակցությունների անունները այդ ստեղծի օրգանիկ համապարփակ այլընտրանք որտեղ այս իշխանությունը չի կարող ձգել 5 տարի։ Եթե հանգարց ձգեց դեսականորեն հիպոթետիկ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը այնպես ինչպես որ մենք գիտենք, գոյություն չի ունենալու։ Ինչ վերաբերում է Եվրոպային, պետք չէ միանշանակ ասել, որ Եվրոպան ասպես է թե Ռուսաստանը այդպես է, կան շահեր, ամեն մեկը հետապնդում է իր շահը,
մենք աշխատում ենք դարբեր հոսանքների հետ, որ իրենք ավելի լավ հասկանան վիճակը, բայց բարձր է որ գա այստեղ մագերեսային աշխարհակահաղական գնահատական, որ առայժմ մինչև հաջորդ առարս մարդիկ հագարուսական բաներ են ասում, պրոեվրոպական, բայց իրենց էությամբ, իրենց քաղաքականությամբ առնչություն որևէ աղերս չունեն եվրոպական քաղաքագործության արժեքների հետ։ Եվ ճիշտ է, որ եվրոպական որոշ ղեկավարներ իրենց արժեքների եւ սկզբունքների հետ գաբ չունի։ Եվ միայն Դիգին Ուրսուլան չէ, կա դարբեր գուսակցությունների պատկանող մարդիկ, ովքեր հիմա դանում են այդ Gales այլընտրանքը, որ Հայաստանում կա մի մարդ, մի ուժ, որ դանում է դեպի Եվրոպա եւ մնացածը հագարագուղությունն են ապահում։ Այդ բادرանքից պետք է Եվրոպան դուրս գա, իրենք այնպես անում են, որ դեֆոլտով Ռուսաստանն է, որ ժողովրդավարության այսպես ջադակովն է եւ աճագիցն է։ Պատկերացրեք, Եվրամիության անդամ դառնալու համար, արդեն դառնալով ազգային հարցերին, հոլոկոստ հрьяաների ողջագիզում ընդունել, ճանաչել, դադարել նախապայման է։ Չես կարող Եվրոպայի միության անդամ դառնալ, եթե դու մարդկության դեմ հանցագործությունների ցեղասպանության ողջագիզման ժխտող ես, ուրացող ես։ Դա արդեն գրված եւ չգրված նախապայման է։ Իսկ մեր դեպքում ինչ է գնում, որ պաշտոնական իրենց գրքոտ հրեդորաբանության հետքերով, իրենց պաշտոնական օդարածին եւ օդարածարա քաղաքականությամբ այնպես է գնում քաղաքականությունը, որ Հայաստանը ուզում է մտնել միջազգային կառույցներ, Եվրամիություն, ոչ թե բանջելով մեր իրավունքը, ճանաչումը ցեղասպանության, որ շարունակվել է վերջի տարիների ընթացքում Արցախում, դադարում բնտելով եւ ստիպելով, այլ ուրացման միջոցով մտնել Եվրամիություն։ Այսինքն արդեն գնացել է արևդուրը բազար այնպես Հայաստանի նաեւ նախաձեռնությամբ, Բաքվի Անկարայի միջնորդությամբ, որտեղ կարելի է մերցնել, բայց ազգային հարցերը չբարձրացնել։ Այստեղ արդեն գալիս ենք մեր բուն ինքնության, մեր իրավունքների հետապնդման եւ մեր արժանապատվության վերականգնման հարցին։ Ամեն մեկը հետապնդում է իր շահը։ Եվրոպայի ղեկավարությունը ներկայությամբ սխալ ուղու վրա է եւ ինքը պիտի տեսնի այդ սխալը։ Մեր հարցը այն է, որ այս վիճակը, որ ներ հայաստանյան է, ներ հայկական է, մենք պետք է փոխենք այս առաջիկա ամիսների ընթացքում։ Եվ այստեղ է, որ վերադառնում եմ լեգիտիմության հարցին։ Հայաստանի կառավարությունը իր գործող իշխանով հանդերձ չունի որևէ ընդրական միջազգային ներքին հասարակական լեգիտիմություն։ Պիտի դրանից փոխեցնենք, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այնինչ որ մենք այսօր տեսնում ենք Վարոն Զարուգյանի հետ, պիտի շարունակվի, ասենք Աստված շանի, բայց պիտի շարունակվի ուրիշների հետ, ունենք հիմա քաղաքական գործիչներ, լրագրողներ, դասախոսներ, փաստաբաններ, տեխնազուներ, դարբեր տեսակի դիմ ներկայացուցիչներ, ովքեր հիմա նստել են բանդում։ Հիմա բռնել են մի մարդու եւ քաղաքական process-ի մասնակցի եւ փորձում են աշխարհի արչեւ եւ քաղաքացու արչեւ իրեն բամ դարձնել ավելի հագաբետական հագամարտկային բան ես չեմ պատկերացնում ժողովուրդը եւ ընդդիմությունը միասին պետք է դառնան այդ շարժիչ ուժը որ այս վիճակը փոխել թե ոչ պիտի վազվզի ուրիշներին նման օրինակելով, իմիտացիա անելով եւ պիտի ասի դու ինչու ողջ ես, ինչու չես մերել, ինչու չես սատկել փառք նահատակներին եւ սա պիտի լինի իր գրքոտ հրեդորապանությունը, որ մարդիկ կարծում են, որ հայլուն է, թե լավ է, ոչ, դες չէ։ Բանդարգանները, Բաքվի բադանները, հայաստանյան մեր կալպանդարգանները պետք է լինեն ամենօրյա օրակարգում եւ մեր դարածքային ամբողջականությունը, մեր քաղաքացիների իրավունքը պետք է պահպանենք։ Տեսեք, Ադրբեջանը 30 տարի կամ ավելի տարի, գիտեք, որ ավտորիտար համակարգ է, բռնապետություն է, հիմա որ ամեն ինչ տանում են դրան, մենք միշտ ասում ենք, որ մենք այդ իմաստով շատ
Ճիշտ է, այլևս ինքը ըստ էության չի դարբերվում այդ հարևան մեծ բռնաբեդություններից, այն դարբերությամբ, որ ինքը դրանց գրծեր ենթական է, ինքը ուղղահայացի մեջ ինքը փոքրիկ մարդ է, ինքը փոքրիկ բռնաբեդ է եւ իր վարկը, իր խոսույթը նաեւ վկայում է դրա մասին, բայց դեմն առնելը հիմա ես ունեմ իմ դեսագետը, չեմ կարծում, որ կարևոր է, որ ես հրաբարակեմ, եթե պետք լինի ես իմ խորհուրդները կամ իմ դեսագետները գիսեմ, բայց կարևոր է, որ շարժիչ ուժերը լինեն խորհրդարանում, թե դրանից դուրս, լինեն կուսակցություն, թե փաստաբանական, լրագրողական խմբակներ, շարքային քաղաքացիներ, երդասարտներ, հոգևորականներ, բոլորը պիտի վերադիրանան իրենց եւ մեր իրավունքին, այդ իրավունքը, այդ ինքնորոշման իրավունքը, վերադարձի իրավունքը, հայաստանցի եւ հայ լինելու իրավունքը, այդ իրավունք ունենալու իրավունքը պետք է վերադառնա մեր ժողովրդին։ Մենք չենք կարող թողնել սա ինքնահոսի, որտեղ մեծ սպառնացողները, գերակույն գլխավոր բամերը եւ իրենց ընդրողները պիտի շարունակեն այս դեղաբդույթը եւ դանել Հայաստան այնպիսի դեղ, որ ինքը այլևս որպես Հայաստանի Հանրապետություն չի հարադևելու։ Այնպես որ ես գաղափարական պայթիկ չունեմ անջելա, բայց պիտի ասեմ, որ այս շաբաթների ընթացքում պիտի լինի ոչ թե գուսակցական, իմ կարծիքով, գուսակցական հավաք, բոլոր 100 գուսակցությունները ինչ որ բան ստորագրեն, թող անեն, թող հայտարարություն անեն մեկը իր, բայց պիտի գործողություն լինի, պիտի գործողություն լինի ամբիոնի առաջ, գործողություն լինի դադարանում, գործողություն լինի հրաբարակում, միջազգային ադյաններում, Հայաստանի ներսում առաջի հերթին, եւ մենք պիտի արդեն վերադառնանք այդ բանին, որը մենք ունենք իրավունքներ։ Ես շատ չեմ ուզում խորանալ անցյալի մեջ, դու գիտես, որ ես ընդդիմադիր եղել եմ տարբեր իշխանությունների օրոք, Բարոն Զարուգյանի հետ կապված ինչ որտեղ ունի նախադեպ նախորդող իշխանությունների օրոք, այնպես որ նոր բան չի, կարող ասել, բայց իր դարողությամբ, իր փիրդ բնույթով աննախադեպ է, բայց կուզեմ ասել, որ մեր մեջ գա այդ բանը, այլախոհին, առանցին գործողություն կատարողին, ուրիշ կարծիք ունեցողին անպայման պիտի խեղճացնենք, ունեզրկենք, բացառենք, եւ դա գալիս է ժառանգապար, մենք ենք ստեղծել այս վիճակը, այս մարդուն, եւ մենք պետք է ձևը գտնենք, բանաձևը գտնենք, որ որոշենք առաջին, որ ինքը հարադեպ չէ, որ ինքը լավ ջարասան չէ, ինքը հրեդոր չէ, ինքը բարձրապես այնպես զարգացել է, որ Հայաստանի Հանրապետությունը դանում է դեպի պատերազմ, հստակ, դեպի օդարների կողմից օկուպացիայի եւ դեպի իր ինքնիշխանության իսպար գործի։ Եվ մենք պիտի դա տեսնենք այս ամիսների ընթացքին, մենք պիտի պատրաստ լինենք թե գանխելու, թե հագազդելու բոլոր առումներով եւ սրա համար ամեն մեկը պիտի գտնի իր համեստ տեղը։ Նախկին նախագահ ես, նախկին նախարար ես, ինչը եղած լինես, լավ ծառայություն մատուցել ես, սխալներ գործել ես, նոր վիճակ, նոր որակ պիտի ստեղծվի, թե ոչ այս հարցազրույցները այս հարցաշարը կփակվի։ Այս հարցաշարը կփակվի, եթե մենք փոփոխություն չմտցնենք երկրի մեջ։ Եվ սեփականությունը խլելու առումով, հա, սա չգիտեմ, բոլշևիզմ է, նեոբոլշևիզմ է, պուրակաթափություն է, ինչ է, չգիտեմ, ես կուզենայի սրա մասին խոսել եւ նորից կամ այդ հարցին, հա, որ հիմա Եվրոպան այս ամենի վրա ինչպես է աչք փակում։ Եվ գիտեք ինչ, միջազգային հանրությունը, որպես այդպիսին մենք ասում ենք միջազգային հանրություն, բոլոր իշխանությունների օրոք միշտ էլ նկատել է խախտումներ, շեղումներ ընդդիմությունների ժամանակ, բայց հետո եղել է այդ կլասիկ դասական նախադասությունը, որ այդ գործընթացը չի այդ բաները չեն ազդել արդյունքների վրա։ Բոլոր իշխանությունների օրոք հագումը առավելությունը եղել է իշխանության կողմը, որտեղ մարդիկ պիտի հետո աշխատեն այդ իշխանության հետ։ Դա նոր բան չէ, միշտ էլ Եվրոպան է, Ռուսաստանն է, մյուսն է, սա միջպետական հարաբերությունների բանն է։ Բայց այս անգամ, երբ մենք սպասում ենք, որ զարգացած աշխարհը, քաղաքագիր Եվրոպան ինքը ավելի սկզբունքային մոտեցում դանի, ինքը որոշեց, որ աշխարհակաղակական խաբուսիկ
անցողիկ շահիկները ավելի կարևոր են թե իրենց բուն հիմնարար արժեքները եւ սկզբունքները։ Իրենք գնացին Եվրոպայի հագարակ։ Դրա համար երբ որ ես արիտ ունենում եմ իրենց հետ խոսելու, ելույթ ունենալու առանձնազրույց, ուղիղ ներկայացնում եմ այն ինչ որ իմ գարզիկով գնում է եվրոպական արժեքի թեմ եւ ի վերջո սա պիտի գնա հենց ի հեջուկս Եվրոպայի զարգացման եւ ներկայության։ Իրենք գամա թե ագամա ոչ թե Եվրոպայի ներկայությունն են ուժեղացնում տարածաշրջանում, այլ իրենք դառնում են գործիք միջնորդ թուրքական ճանապարհի ստեղծման։ Բոլշևիկյան քաղաքականությունը, բոլշևիկյան քաղաքականությունը Նիկոլա Վարումեն։ Բայց չգիտեմ, հիմա նեո-բոլշևիկ է, թե նեո-նացիստական է, չգիտեմ ինչ նեո է, իրենք կարծում են որ ջարբիկ են, իրենք նստած են որպես տեխնազու քաղաքացի թե պաշտոնյա եւ ասում են ես պիտի այս մարդուն ունեզրկեմ, այնտեղ ինչ անմեղության կանխավարկած, բոլորս ալ մեր խնդիրներ ունենք, բայց ժամանակին բոլորին հավասար, սկսելով քո մտերիմ օլիգարխներից, հետո մեկ բոլորը թող նույն օրենքի համապատասխան իրենց պատասխանը տան, բայց այս դեպքում մենք գնում ենք այն բանի, որ հայ մարդու, հայաստանցու խոսքի ազատությունը, ազատ խոսք արտահայտելու վրա մեծ այսպես գոբեկ է դրվում, արգելք է դրվում։ Եթե դու խոսում ես հագարակ, այլընտրանքային գարձիկ ունես, կապ չունի դու ով ես, հարուստ ես, աղքատ ես, ձախ ես թե աջ, մենք պիտի վերցնենք քոնը, որտեղ այս քարտեզը սա իմն է։ Դրա համար այդ իմն է, բա ինքը ասում է, իմն է պետությունը, իմն է կառավարությունը, իմն է որոշումը, իմը, եւ այդ ագահությունն է մարդկային, եւ այդ քաղաքական միոպիան է, գարջադեսությունն է, որ մեզ դանում է դեպի այսպես անպատկերացնելի անցումներ։ Մենք ուղղակի պետք է ասենք եւ հետո անենք, որ մեր երկիրը փրկելու համար ամենաուղիղ եւ ամփոփչական իմաստով մենք միասին պետք է չսպասենք նոր ընտրություններին, որտեղ դրանը ոչ մի բան չի փոխվում, այլ մենք պետք է փոխենք վիճակ եւ այդ վիճակի փոփոխություն ոչ թե ավարտվում է, այլ սկսում է այս մարդու հերացմամբ։ Առաջի հերթին այս մարդը որպես գործատիր իշխանություն, դատախազ, քննիչ, դատարան ինքն իրեն պետք է դնի դատարանի առջև հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին ունեզրկելու համար, արժանապատվությունից զրկելու համար, Հայաստանի տարածքային ամբողջականությունը զիջելու համար եւ գիտակցաբար եւ խոստովանված հազարավոր նահատակներ ստեղծելու համար, որովհետեւ դարիներ հետո ինքը ասում է, այս գետի համար դա պետք է փառք նահատակների։ Ավելի մեծ դատաբարտակիր ես չեմ պատկերացնում եւ այս խոսք, այս գործ, այս հարցազրույցը, այս հրաշալի առաքելությունը որ դու ունես Անջելա, պետք է դառնա համազգային համապետական գործողություն եւ այդ գործողությունը ի վերջո պետք է բերի արդյունք։ Իսկ այդ դեպքում Եվրոպան չընդհանրացնենք, Ռուսաստանը չընդհանրացնենք, մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, Չինաստան, Ամերիկա, Բարսկաստան, Հնդկաստան, որովհետեւ մարդիկ հասկանան, որ մեզ պիտի հարգեն, մեր պատմությունը, մեր իրավունքը, ոչ թե ժխտման միջոցով, ոչ թե ինքնաուրացման միջոցով, ինչ որ այս իշխանության մեթոդապանությունն է, այլ իրավունքների պաշտպանության, հանցագործությունների դատապարտման եւ ի վերջո Հայաստանի ամբողջականություն եւ արժանապատվությունը վերականգնելու միջոցով։ Եվ մյուս կողմից է երկրի վիճակը, այնքը տեսեք, այսքան գործազուրկ է ստեղծում, 20-30 հազար մարդու մասին է խոսքը որ հայտնվելու են փողոցում, այս պահից արդեն սկսած եւ ոչ միայն այս, բայց 3 շաբաթ առաջվանից արդեն միայն Գագիկ Ծառուկյանի համակարգից 20-30 հազար մարդ այս փուլում հայտնվելու են փողոցում եւ այս ամենը ինչի ֆոնին 15 միլիարդ ավելացրել է արտաքին պարտքը, հայտարարակ գնաճ է, տնտեսական սոցիալական սարսափելի վիճակ, դեռ աղքատների ինչքան է բարձրացել աղքատներ ունեն, սոցիալական ծանր վիճակում են գտնվում եւ այս վիճակը, այս պատկերը եւ սա ինչով է, բայց մարդը ինչով է զբաղված, ինչ այլոց երեք է լկտիության եւ սանձարձակության անսահմանությունը, երեք նորից ձայնարկություն է տարածել, ես ձեզ սիրում եմ։ Ես
փորձում եմ իրեն չմեկնաբանել եւ որտեղ ես չեմ կարծում որ ինքան կարեւոր է որ ինքը պիտի որոշի կամ սահմանի մեր pedagogan ընթացքը թե մեր պատմակրությունը փորձի վերախմբագրել թե նաեւ մեր աբական փորձի ուղենշել ինքը այդքան չէ որպես քաղաքացի այլևս որպես մարդ եւ հաստատապես որպես pedagogan պաշտոնյա դրա համար այո ցավալի է դարիներ առաջ երբ բարոն Զարուգյանի նկատմամբ ոտնսկություն կա ես դադարեցի անկախ նրանից թե որ էր մեր իշխանությունը դա գրգնվում է ավելի պիրտ ավելի աբորինի ձևով դա դադարդելի է ես կողմնակից եմ որ հնարավորինս փողը եւ քաղաքականությունը դարանջատվեն բայց դա պիտի լինի համընդհանուր կանոնների եւ օրենքների գիրառմամբ եւ եթե նայես այս տարվա ընտրություններին երևի սկսելով իշխանական ծախսերից pedagogan ռեսուրսը բյուջե եւ այլն գուսակցական եւ անհատական նպատակների համար գումարելով նաեւ ընդդիմության ծախսածը այս տարի ռեկորդեր փողի ծախսման առումով ես կարծում պետք է հասնենք նրան որ գուսակցությունները շարունակեն գործունեությունը քաղաքապարների ծրագրերի վրա թող բիզնեսմենները թող գործարարները օժանդակեն իրենց նախընտրած ուժին, բայց ես կարծում եմ, որ թույլ մանրագերտ է, փողը պետք չէ որոշի քաղաքականությունը, եւ այս անգամ մենք տեսանք, որ համընդհանուր ձևով, սկսելով իշխանությունից, դա է իրականությունը։ Դրա դեմը պիտի առնենք, այս իշխանությունից մենք ուրիշ բան չենք կարող սպասել, արդարադատություն չի լինելու ոչ մի աստիճանում, ոչ մի մակարդակում, սա շարունակվելու է ավելանալու են մարդկանց անունները, որոնք բանդարկված են նախնական գալանքի միջոցով բաժվում են, եւ կարեւոր է որքան դժվար է մենք պիտի ստեղծենք այնպիսի համազգային մեթոդապանություն, որ բոլորս պիտի ոտքի կանգնենք, իրավադեր լինենք բոլորի համար, ոչ թե մեկի ընկերները գնում են Եվրոպա, մեկի անուն են տալիս, մեկ ուրիշ կուսակցաբեդ առանցին խումբ ունի, որ իրեն է աջակցում, այս մարդիկը իրենք բայկարողներ են, քաղաքացիներ են, ովքեր Հայաստանի լավն են ուզում եւ հիմա նստած են համազգային համապետական գործանելու համար։ Դրա համար այդ սոսինցելու, միասնականացնելու, համագարկելու խնդիր մենք ունենք եւ ես հույս ունեմ, որ մենք ի վերջո կգտնենք այդ եղանակը, այդ բանաձևը։ Ես գրկնում եմ ով մենք բոլորս պետք է պատրաստ լինենք բացակայելու այդ առաջի գծերից։ Թող ամեն մեկս թիգուն աշխատենք, գնան երդասարները, թե գիտակները իրենք որպես մեկ համաստեղություն աշխատեն, բայց ես կարծում եմ Բայց տեսեք, քանի գործիչ իրեն այդպես պահեք դուք, Հրանտ Բագրատյանը, Հայակվեն, օրինակ ասեցիք մենք աջակցում ենք, չէ՞, այս ընտրություններին, եւ բացարձակ, այսպես ասած, բան չգնաց, որ պիտի ցուցակի, այստեղ ու ցուցակի, այստեղ։ Հիմա ասում եք, եթե մյուս գործիչները բոլոր այդպես մոտենային հարցին։ Դե հիմա շատ չխորանամ, բայց սա թող նախադեպ լինի, որ հասկանան սխալները շատ էին, սխալ նաև իմ մեջ էր, սխալները ամենտեղ էին, բայց հիմա հետոյի մասին եմ գուզեմ ասի օրինակ պիտի լինի, որ այդպես պիտի լինի։ հիմա հետոյի մեջ ենք եւ այնինչ որ չկարողացանք գերդել մեր հերադեսությամբ, մեր իմաստնությամբ, մեր փորձառությամբ այն ժամանակ մեկ շարժման միջոցով միջև ընտրություններ մենք պիտի կարողանանք հիմա անել եւ պատրաստվել բազմաջագատ բայկարի, որտեղ այդ բայկարը մեզ գալու է։ Այդ բայկարը ոնց որ հիմա իրենք մտցրել են խոսույթի մեջ 300,000, չգիտեմ, օդարներ, որ պետք է Հայաստան գան, մենք 500,000 հայի մասին չենք խոսում, որ պետք է գնան Արցախ, Շահումյան, Գարդմանք, Սումգայի, թե Բաքու, բայց իրենք են մտցրել խոսույթ, իրենք որ հիմա մագի ամբիոններից բարձրացնում ենք եւ Հայաստանի պաշտոնական խոսքը արդարացնում է իրենց մոտեցումը։ Դրա համար այս դարբեր ջագատներով դարածքային ամբողջականություն, բանդարգյալներ Բաքվում, Երևանում, եկեղեցու դեմ բայկարս, սահմանադրական հանրաքվե, մեր երկրի ամբողջական, այս ամեն ինչը գալու է մեզ, այս ջագադամարտները մեզ են հանդիպելու եւ մենք պետք է պատրաստ լինենք, ջլատված չլինենք, նախանց չլինենք, այլ մի հատ ջագադամարտ դանք մեր երկրի եւ պետականության համար։
գրգնում եմ 5 տարի եթե բոլորեց այս ամեն ինչը լինելու է բادرազմ, Հայաստանի օկուպացիա եւ հավելյալ քաղաքական բանդարգալներ թե Բաքվում թե Երևանում